Ճապոնիայում կա հատուկ կատեգորիա մարդկանց՝ երկարակյացներ, որոնց տարիքը գերազանցում է 90-ը, իսկ երբեմն նույնիսկ 100-ը։ Նման զարմանալի օրինակներից մեկն էր դոկտոր Շիգեակի Հինոհարանը, Ճապոնիայի ամենատարեց գործող բժիշկը, որը շարունակում էր աշխատել և ընդունել հիվանդներին նույնիսկ 100-ամյակից հետո։ Նա ապրել է 105 տարի, պահպանելով պարզ միտք, ամուր առողջություն և ակտիվություն մինչև վերջ։ Նրա երկարակեցության գաղտնիքը թանկ դեղերի կամ բարդ բժշկական պրոցեդուրաների մեջ չէր։ Առողջության հիմքը դարձել էին սննդի և ապրելակերպի պարզ, բայց չափազանց արդյունավետ սովորությունները, որոնց նա հետևում էր ամեն օր։ Մենք ձգտում ենք ստեղծել ձեզ համար օգտակար և որակյալ բովանդակություն առողջության մասին։ Ուստի որպեսզի չբաց թողնեք նոր վիդեոները, խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին։ Այդպիսով դուք կաջակցեք մեր աշխատանքին և առաջինները կիմանաք կարևոր խորհուրդներն ու առաջարկությունները։ Շնորհակալություն, որ հոգ եք տանում ձեր առողջության մասին մեզ հետ միասին։ Կանոն 80% հագեցվածություն։ Դոկտոր Հինոհարանը կողմնակից էր Հարա Հաչի Բու սկզբունքին, ուտել այնքան, մինչև զգաս 80% հագեցվածություն։ Այս հին կանոնը Օկինավայի բնակիչների համար թույլ է տալիս խուսափել ուտելուց, նվազեցնել մարսողական համակարգի բեռը և պահպանել առողջ քաշը։ Բուսական մթերքները սննդակարգի հիմքում։ Նրա սննդի մեծ մասը կազմված էր բանջարեղենից, մրգերից, հատիկաանդեղենից և ծովամթերքից։ Նա հատկապես գնահատում էր բուսական սպիտակուցը, տոֆու, սոյայի հատիկներ, ծովային կաղամբ, որոնք պարունակում են շատ ամինաթթուներ, վիտամիններ և հանքանյութեր։ Շաքարի և վերամշակված մթերքների նվազագույն քանակ։ Դոկտորը գրեթե ամբողջությամբ բացառել էր քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները, ֆասթ ֆուդը և կիսաֆաբրիկատները։ Փոխարենը նա խնդրում էր թարմ, սեզոնային և բնական մթերքներ։ Ամենօրյա ակտիվություն։ Չնայած տարիքին, նա միշտ շարժման մեջ էր։ Շատ էր քայլում ոտքով, բարձրանում սանդուղով, ինքն էր գրում պայուսակներն ու ճամփրուկները։ Նա ասում էր, որ շարժումը դեղ է, որը հասանելի է բոլորին։ Հոգեբանական առողջություն։ Դոկտորը համարում էր, որ ուրախությունը և կյանքի իմաստը առողջության ամենակարևոր գործոններն են։ Նա աշխատում էր այնքան, որքան կարող էր, քանի որ սիրում էր իր մասնագիտությունը և անընդհատ սովորում էր նորը։ Պարզ, բայց մտածված օրակարգ։ Նա քնում և արթնանում էր նույն ժամին, ուտում որոշակի ժամերի և ժամանակ էր հատկացնում մտերիմների հետ շփվելուն։ Այդպիսի ռիթմը օգնում էր օրգանիզմին աշխատել առանց խափանումների։ Դոկտոր Շիգեակի Հինոհարան ճապոնական բժշկության լեգենդ է։ Նա ծնվել է 1911 թվականին և շարունակել է ընդունել հիվանդներին նույնիսկ իր 100-ամյակից հետո։ Նրա կենսական էներգիան, պարզ միտքը և օպտիմիզմը զարմացնում էին բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։ Եվ նա միշտ ասում էր. «Իմ առողջությունը իմ սովորությունների արդյունքն է, ոչ թե պատահականություն»։ Դոկտորը օրը սկսում էր թեթև, բայց սննդարար նախաճաշով։ Սովորաբար դա սուրճի բաժակ էր, կաթի գավաթ և թարմ մրգեր։ Երբեմն ավելացնում էր յոգուրտ մեղրով կամ տոստ ամբողջահատիկ հացից։ Նա համարում էր, որ առավոտյան սնունդը գործարկում է նյութափոխանակությունը և տալիս է տոնուս ամբողջ օրվա համար։ Բժիշկը երբեք չէր տարվում ծանր մարզումներով, բայց միշտ շարժման մեջ էր։ Շատ էր քայլում ոտքով, բարձրանում սանդուղքով, աշխատում էր այգում։ Նույնիսկ 100 տարեկանում կարողանում էր ինքը գրել ճամփրուկը։ Նրա կարգախոսը պարզ էր. շարժումը տեղ է, որը ոչինչ չարժե։ Դոկտոր Հինոհարայի սիրելի մթերքները։ Նա չէր հետևում խիստ դիետայի, բայց միշտ ընտրում էր թարմ և օգտակար մթերքներ։ Կանաչ բանջարեղեններ, սպանախ, բրոկոլի, կաղամբ, ծովամթերք, ձուկ, ջրիմուռներ, օստրեներ, հատիկաանդեղեն, սոյա, ոսպ և այլն։ Մրգեր, մանդարիններ, նարինջներ, խնձորներ, հատապտուղներ, ամբողջահատիկներ, շագանակագույն բրինձ, վարսակ, հնդկաձավար։ Դոկտոր Շիգեակի Հինոհարայի պատմությունը վառ ապացույց է, որ երկարակեցության գաղտնիքը թաքնված է պարզ ամենօրյա սովորությունների մեջ։ Չափավորություն սննդում, ակտիվ ապրելակերպ, դրական տրամադրություն և մարդկանց հանդեպ սեր։ Ահա այն արժեքները, որոնք օգնեցին նրան ապրել երկար, հագեցած և երջանիկ կյանք։ Թող այս օրինակը ոգեշնչի նաև ձեզ։ Սկսեք հոգ տանել ինքներդ ձեզ արդեն այսօր, քանի որ ձեր առողջությունն ու երկարակեցությունը ձեր ձեռքերում է։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Հոգ տարեք ինքներդ ձեզ և ձեր մտերիմներին։ Մինչև նոր հանդիպումներ։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնեք էլ ավելի շատ օգտակար և ոգեշնչող պատմություններ։